Մեկ ասում է Աննա Հակոբյանինն է, մեկը ասում է Ավինյանի բարեկամինն է, մեկը Քոչարյանինն է, կոնկրետ չեմ կարող ասել։ Մեկը ասում է թուրքերինն է, մեր դեմ թուրքական քայլ են անում այս բնակիչները, դա հաստատ է արդեն։ Նորակառույց 35 հարկանի շենքերի կառուցումը պատուհաս է դարձել Երևանի Օրբելի փողոցի բնակիչների համար։ Բնակարանների ճաքեր նոր օրի ավելանում են։ Ընդհանրապես օրենք գոյություն ունես երկրում, թե չէ։ Ուզում եմ հասկանամ, մեր իրավունքները ով պիտի վերականգնի, ով է իրանց թույլ տվել այս տարածքում նմանատիպ մեծածավալ շինարարություն թույլ տալ։ Այս շենքերը, այս տարածքը գտնվում է Ռազդանի կիրճում։ Երրորդը, որը որ արդեն ինքնին ցանկալի չի, որ նմանատիպ մեծ շինություն նախաձեռնվի։ Երրորդը ծանր տեխնիկա, հիդրավլիկ մուրճերով, ես չգիտեմ ինչերով, փոշի կեղտ, շենքերը վնասվել են։ Ամեն անգամ, երբ այդ մուրճով իրանք ինչ-որ բան էին ջարդում, իսկ իրանք մեծ հսկայական ժայռերը, դեռ ամբողջը ժայռ էր։ Բնակիչների խոսքով իրենք դիմել են քաղաքային իշխանություններին եւ քաղաքաշինության տեսչական մարմնին, սակայն այս պահին պաշտոնական եզրակացություն կամ հրապարակային արձագանք չի ներկայացվել։ Չկա նաեւ հրապարակված մասնագիտական գնահատական շենքերի սեյսմակայունության վերաբերյալ։ Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի բան չկա։ Ով ինչ է մտածում կառավարությունը, ինչ են մտածում մյուսները, ես չգիտեմ։ Այնպես որ բողոքներ եղել են, ստորագրություններ հավաքվել է, ես ինքս ստորագրել եմ բողոքի համար, բայց դե շարունակում է։ Էլ այդ բանով ինչ որ թողում են, մի ժամանակ պայթացնում են, հիմա լրացնում են, չգիտեմ ինչ, արդեն չի երևում մեր մոտից։ Բնակիչները պահանջում են վնասների պաշտոնական արձանագրում եւ անկախ փորձաքննություն, բարձելու համար առաջացած ճաքերի եւ կառուցվածքային փոփոխությունների պատճառները։ Խնդիրը այն է, որ ճաքերի առաջացել, այդ շինարարությունը, որ անում են, ուժեղ քարերը հանում են, գմփացնում են, ինչ են անում, դրանից ճաքերը առաջացել։ Ես 2 տարի առաջ ռեմոնտ եմ արել, այտենց բաներ չի եղել։ Սարքեն, գան փոխհատուցում անեն, սարքեն, չգիտեմ։ Ես հիմա ի վիճակի չեմ էլ անելու։ Նրանք նաև ակնկալում են, որ պատասխանատու կողմերը կստանձնեն անհրաժեշտ վերականգնողական կամ փոխհատուցման պարտավորություններ, համապատասխան եզրակացությունների հիման վրա։ Բաժանորդագրվեք Արմենիայի ալիքների YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։